Սուրճ ու սեր առավոտից։ 9:30 բարի գալուստ հանրային ռադիոյի ուղիղ եթեր։ Բարի լույս ու բարի գալուստ հանրային ռադիոյի առաջին ծրագիր։ Մենք ուրախ ենք ձեզ հետ սկսել նոր աշխատանքային օր, առավոտ եւ միասին անցկացնել 1.5 ժամ։ Միանշանակ մենք ասելով Սևակ Հակոբյան Եվ իհարկե Տիգրան Հարությունյան այսօր կփորձենք ապահովել ձեր արդյունավետ օրվա սկիզբը, իսկ այդ հարցում մեզ կօգնեն նաև մեր գործընկերները, որոնք մշտապես աշխատում են ապակու ցայնքում։ բարի լույս բոլորին եւ մեր գործընկերներին եւ մեր մշտական ռադիոլսողներին, նրանց ովքեր այս պահին ղեկին են, բայց հեռախոսը դրեք մի կողմ, մեզ պարզապես լսեք ու վարեք։ Խցանումներին դեռ կանդրադառնանք, իսկ մինչ այդ հիշեցնենք, այսօր դեկտեմբերի 10-ն է, օրը չորեքշաբթի։ Եվ տարվա ավարտին մնաց 21 օր։ Ընդամենը 21 բան օր։ չմնաց։ Մեզ կարող եք նաև դիտել, դրա համար պետք է այցելել armradio.am կամ պարզապես մեր Facebook-յան հարթակ Հայաստանի հանրային ռադիո։ Փողոցի անվերջ աղմուկին, խառնելով սուլոցս անհոգ, աննպատակ անշտապ քայլում է։ Ես սիրում եմ քաղաքը իմ հին, ես սիրում եմ քաղաքը իմ շոկ, երբ աստղերն առաջին փայլում են։ Այգիները հագել են կանաչ, մոռացվել են հոգոցու առաջ, երեկոն այնքան խաղաղ լուսավոր է։ Ես կանչ աղջիկներ են անցնում, նայում եմ նրանց ու մտածում, որ Երևանն իրոք արտասովոր է։ Փշատի բուրմունքն անուշ, տարածվել է ծանոթ Բաքում, ես մի ամբողջ կյանք այստեղ ապրել եմ։ Արթնացնում է հազար ու մի հուշ, նստարանը ծառի շվաքում, ուր սիրել եմ ու անհույս արփել եմ։ Ընկերներ հեռու մոտիկ, պարզապես անցնող մարդիկ, դուք ինձ համար հարազատ ու թանկ եք։ Սայլակում անկիկ լացող, զբոսաշրջիկ զարմացող, ախ ինչպես պատմեմ ձեզ իմ բերկրանքը։ Օրը դառնում է գիշեր, գունավոր լույսեր վառված, սրճարանն է կանչում իր գիրկը։ Կնստեմ ու կհիշեմ, սուրճս կմնա պաղած, կթերթեմ հիշողության իմ գիրկը։ Մանկության պայծառ օրեր, ես գիտեմ դուք չեք կորել, այսօրվա կողքին կա երեկվանը։ Այս քաղաքը տունն է իմ, որքան նոր այնքան էլ հին, հուշերի քաղաք է Երևանը։ Թող որ իմ դժվար ճամփին պատահեց եւ դառնություն, ու մոտիկ մարդիկ չհասկացան ինձ։ Ունեցա եւ հաղթանակ, ունեցա եւ բարդություն, բայց քաղաքը իմ չմոռացավ ինձ։ Տարապած ու անվեր, իմաստուն ու ալեհեր, դու ես որ բուժել ես իմ վերքերը։ Հարազատ ու աննման, հույսի քաղաք Երևան, քո մասին են իմ բոլոր երգերը։ Հարազատ ու աննման, հույսի քաղաք Երևան, քո մասին են իմ բոլոր երգերը, երգերը։ Սուրճ ու սեր առավոտից։ 9:34 րոպե, կրկին ասում ենք բարի լույս բոլորին, ովքեր այսպես լսում եւ դիտում են հանրայինի առաջին ալիքը։ Հենց այս բանին դարձավ 9:35, բայց դա դեռ չի խանգարում շարժվել առաջ եւ ձեզ տեղեկացնել այն կարևորի մասին, որն անհրաժեշտ է օրը պլանավորելիս։ Զբոսանք Երևանով երգն էինք լսում, բայց վերջին օրերին դժվար է Երևանով զբոսնելը, որովհետեւ մառախուղ է
կարծես անձրև է Բայց անընդհատ այսօր կարծես թե այսօր դեռ կարելի է զբոսնել, թեև ըստ կանխատեսումների օրվա ընթացքում մայրաքաղաքում կրկին մառախուղ եւ անձրև է կանխատեսվում եւ ընդհանրապես հանրապետության տարածքում առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային եւ առանձին նախալեռնային շրջաններում հնարավոր են նաեւ ձյան եւ ծնախառն անձրևի տեսքով։ Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի, ձյան սիրահարներին ասենք, որ մայրաքաղաքում ձյուն կանխատեսվում է դեկտեմբերի 13-ին, բայց դեռ կանդրադառնանք, երբ դեկտեմբերի 13-ը մոտենա, այսօր առավելագույնը մեր մայրաքաղաքում կլինի 11 աստիճան, երեկոյան 7, գիշերը +1-ից +3, մինուս չունենք այսօր։ Եվ այս պահին ըստ հեռախոսային հավելվածի մեր մայրաքաղաքում 5 աստիճան է, մասամբ անպամած եւ մի փոքր էլ մառախլապատ եղանակ։ Ես առաջարկում տեղափոխվենք հանրապետության ավտոճանապարհներ եւ տեսնենք ինչ իրավիճակ է, ինչպես հաղորդում է ճանապարհային դեպարտամենտը դեկտեմբերի 10-ի ժամը 9-ի դրությամբ Արագածի, Ճամբարակի, Մեղրի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Արտիկի տարածաշրջանում ձնախառն անձրև է։ Սևան Հրազդան ավտոճանապարհին խիտ մառախուղ է, ուշադրություն տեսանելիությունը 30-ից 50 մետր է։ Արտիկի, Աբովյանի, Սպիտակի, Մասիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին եւ Վարդենյանց լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը 50-ից 80 մետր։ Կարծում արդեն հասցրել են բոլոր վարորդները փոխել անվադողերը եւ ինչպես միշտ հորդորում ենք երթևեկել միայն ու միայն ձմեռային անվադողերով։ Եվ գանք մեր մայրաքաղաք Երևան, տեսնենք ինչ պատկեր է, խցանումային նիշը կարծես թե հուսադրող է, այս պահի դրությամբ, 5 էր, երբ դեռ ֆորշին էինք լսում, այո, հիմա դարձավ 6 եւ բնականաբար փոքր կենտրոնի փողոցները, այն փողոցները, որոնք բերում են դեպի կենտրոն, ծառաբեռնված են, սկսենք Իսակովից, Երևանյան լճի հատվածից, Միացյալ Նահանգների դեսպանատան հատվածից դեպի կենտրոն եկող հատվածն է բնականաբար ծանրաբեռնված, այստեղ ունենք Աթենքի փողոցը, ինչպես միշտ այո այս ժամերին ծանրաբեռնված է Հանրապետության հրապարակից Ամիրյանը դեպի Մաշտոց գնացող հատվածը ծանրաբեռնված է եւ այս օրերին ընդհանրապես այդ հատվածը դեռ կլինի ծանրաբեռնված հաշվի առնելով տոնական զարդարանքները եւ տոնածառի հետ կապված իրադարձությունները ունենք խցանում նաեւ Մաշտոցի պողոտայում Մատենադարանից դեպի օպերա եկող հատվածը Կորյունը ինչպես միշտ երկկողմանի թե դեպի Մատենադարան գնացող թե դեպի բժշկական համալսարան եկող հատվածները բավական ծանրաբեռնված են։ Դա ինչպես մշտական ունեն այդ փողոցները։ Ունենք նաեւ մեկ ավտովթար Դավթաշենի Կամրջի սկզբնահատվածում, միջին հատվածում, այս պահին ըստ հավելվածի ցույց է տալիս վթար։ Կամուրջը երկե խցանված է միակողմանի դեպի Կոմիտաս ընթացող հատվածը, այս պահին խցանված է։ Համբերություն մաղթենք բոլոր վարորդներին եւ հիշեցնում ենք եղեք զգոն ուշադիր, ձեր ազատվեք բջջային հեռախոսներից, երթևեկելից բացառապես ձեր ուշադրությունը սևեռեք դեպի դիմապակին եւ դեպի ղեկը։ Այո, եւ եթե ուզում եք տեղեկանալ, ինֆորմացվել, ապա հետևեք մեզ 107.7 հաճախականությամբ։ Այժմ տեղեկություն այն մարդկանց մասին, ովքեր գումարի հետ կապված հարցեր ունեն։ Ամերիկյան $1 381.66 դրամ է, ըստ կենտրոնական բանկի 1 եվրոն 444 դրամ 4 լումա, ռուսական ռուբլին 4.9 է, վրացական լարին 141.59, բրիտանական ֆունտ ստերլինգի փոխարժեքն է 508 դրամ 94 լումա եւ դիրհամը 103 դրամ 92 լումա։ Առաջարկում եմ տեղափոխվենք նաև Զվարթնոց օդանավակայանի պաշտոնական կայք եւ տեսնենք արդյոք եղանակը փոփոխություններ է մտցրել չվացուցակում, բայց ոչ ժամանումների ցուցակում այս պահի դրությամբ չունենք ոչ մի շեղում։ Տեսնենք ինչ իրավիճակ է մեկնումների սանդղակում։ Ահա, կարծես բոլորը ժամանակին են այսօր, այնպես որ բարի ճանապարհ եւ բարի վերադարձ մաղթենք բոլորին, ովքեր ում ճանապարհը անցնում է Զվարթնոց օդանավակայանով։ Շատ լավ է, որ եղանակային պայմանները չեն խոչընդոտում թռիչքներին։ Ես գիտեմ դեպք, որ երեք ինքնաթիռը իջել էր օրինակ հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի, քանի որ Երևանում հնարավոր չէր վայրեջք կատարել։ Դա մի փոքր ծանր փորձություն է, որովհետև երբ վերադառնում ես, չէ, արագ ուզում ես տուն հասնել, մեկ էլ հոп եղանակային պայմանները ամբողջովին այլ ծրագրեր են թելադրում։ Մառախուղի պատճառով երեք նաև Մոսկվայից եկող օդանավը վայրեջք կատարել էր Միներալնի ոդեում, այնպես այդտեղից ստացանք ինֆորմացիա, որ այստեղ քիչ անց կգանք Երևան։ Ինչևէ, լավ տրամադրություն հաջողորեն ենք մաղթում, թող դեկտեմբերի 10-ը լինի հաջող բոլոր առումներով, իսկ մենք շարժվում ենք առաջ։
Dua Lipa-ի հիթերից մեկն էինք լսում, դուք լսում եք Սուրճ ու Սեր առավոտից հաղորդումը, այսօր մեզ ցավոք չեք կարող դիտել, կարող եք միայն զանգահարել, չունենք ինտերնետ։ Այո, ինտերնետի հետ կապված խնդիրների պատճառով միայն ավանդական ճանապարհով կարող եք մեզ հետևել 107.7 FM հաճախականությունը Մայրաքաղաքում, մարզերում մեր մշտական ռադիո լսողները գիտեն թե որ հաճախականությամբ մեզ ունկնդրեն եւ եկեք տեսնենք թե բացի նրանից որ այսօր չունենք ինտերնետ, ինչով է նշանավոր դեկտեմբերի 10 Հայաստանի միջազգային օրացույցը նշանավորվեց նրանով որ մենք չունենք ինտերնետ։ Նշանավոր է նաև նրանով, որ ինչպես նշեցինք, հաշված օրեր 21 օր է մնացել տարվա ավարտին, այնպես որ հասցրեք անել այն ամենը, ինչ պլանավորել եք 2025-ի համար, որովհետև աստիճանաբար սկսելու եք առևտուր, նվերներ եւ ժամանակը այո ավելի արագ է դրչելու։ Արդեն սկսվել է այդ մրցավազքը։ Այսօր մարդու իրավունքների օրն է նշվում, բայց հետաքրքիր է, միևնույն ժամանակ նաև նշվում է կենդանիների իրավունքների միջազգային օր։ Ես էլ դրան ուշադրություն դարձրի։ Այսօր նաև ֆուտբոլի համաշխարհային օրն է, այնպես որ բոլոր ֆուտբոլասերներին եւ ֆուտբոլիստներին, ովքեր մեզ այս պահին լսում են, շնորհավորում ենք այսօր նրանց համար մասնագիտական տոնը։ Այո, ՄԱԿ-ի որոշմամբ է այս տոնը սահմանվել եւ նաև հավելեմ, որ այսօր ամբողջ աշխարհում ֆուտբոլ է խաղում 120 միլիոն պրոֆեսիոնալ եւ ել ավելի շատ սիրողական մակարդակներում ֆուտբոլը ոչ միայն խաղ է, այլև զվարճանք եւ ժամանց։ Այո, եւ աշխարհի ճանաչված եւ ամենատարածված սպորտաձևը, մի սպորտաձև, որը միլիոնավոր մարդկանց չէ, կրքեր է բորբոքում եւ սա իսկապես հրաշալի մի տոն է դառնում հատկապես ֆուտբոլասերների համար, երբ օրինակ մի կարևոր խաղարկության կամ կարևոր առաջնության եզրափակիչ փուլն է, գարեջրով նստես եւ վայելես իրական ֆուտբոլ, թեժ ֆուտբոլ։ Դեկտեմբերի 10-ը նաեւ նշանավորվել է նրանով, որ այսօր հենց առաջին անգամ հանձնվել են Նոբելյան մրցանակները։ Ինչ, տես ինչ նշանավոր օր է դեկտեմբերի 10-ը եւ ունենք նաեւ տարօրինակ տոներ։ Այո, սրանք միջազգային տոներն են, որոնք վերաբերում են աշխարհում բոլորիս, բայց կան տոներ, որոնք օրինակ առանձին երկրներում են նշվում եւ երբեմն հարուցում են նաեւ մեր զարմանքը եւ ժպիտը նաեւ ինչու ոչ։ Օրինակ մահացած կետերի հոգիների փառատոն, որը անցկացվում է Միացյալ Նահանգներում դեկտեմբերի 10-ին։ Ահա։ Ռուսաստանում հետարքիր տոն նկատեցի պատուհանագոգին նստելու օր։ Բայ։ Ինչ է սա նշանակում։ Ռոմանտիկա։ Դե այս սեզոնին երբ տանն եք, կարող եք մեկ գավաթ թեյ վերցնել, նստել պատուհանագոգին։ Իսկ կլինի ներքև իջնեն պատուհանից, պարզապես նստեն եւ նայեն պատուհանից դուրս, այլ ոչ թե պատուհանագոգին։ Չգիտեմ, ես չեմ այս տոնի հեղինակը։ Հետաքրքիր է։ Դե երեք օրինակ հոգնած Վիլի օրն էին նշում, բայց այսօր նշում են Ջեյն Ադամսի օրը։ Ահա, դա Միացյալ Նահանգներում։ Հոգնած Վիլին էլ էր Միացյալ Նահանգներում, բայց երեք էր դա։ Ահա, երևի թե այսքանը տարօրինակ օրերից գանք առավել նշանակալի իրադարձություններ 2009 թվականի այսօրն է թողարկվել հանրահայտ Angry Birds համաշխարհային խաղը 2009-ին տեղի ունեցել Ավատար ֆիլմի պրեմիերան, նաև դասական երաժշտական սիրահարների համար ունենք այստեղ իրադարձություն 1924 թվականին հիմնադրվել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը։ Ահա, տեսեք ինչ հետաքրքիր իրադարձություններ համընկել են այս օրը եւ դեռ շարքը բավական մեծ է, բայց կան օրեր, որոնք կարծում եմ պետք է չէ հիշատակել, տեսնենք այլ ինչ իրադարձություն կա։ Կարծես թե ինչպես նշեցինք 1901 թվականին այս օրը հանձնվել են առաջին Նոբելյան մրցանակները եւ կարծես թե վերջ։ Արի շնորհավոր ենք նաև նրանց ովքեր ծնվել են այսօր դեկտեմբերի 10-ին, թող վայելեն իրենց ծննդյան օրը։ Թող այն լինի ձեզ համար անմոռանալի եւ լավ նվերներ ստանաք այսօր։ Դե իսկ մենք կարող ենք նվիրել մի հիթ 2025 շարքից։
casi nada, pero si me robas 2 besos, al tercero ya ni lo pienso. Paso toda la noche indecisa y despierto con tu camisa. Yo no sé si quiero parar y me derriten tus manos, me drogan tus labios, tus bíceps me ponen en 100. A ti nunca te dirijo, siempre llegas fijo hasta mi punto G. Tú tienes buena puntería, sabes por dónde darme pa' que quede rendida. Me atacan, me duele, tú a mí no me conviene, pero en tu cama la mía, todo eso a mí se me olvida. Tú tienes el fast pass, pero mi punto no solamente para G. Dame de tu falla, pégame la nalga aunque tú no seas pa' mí. Me convierto en loba like Jackie, loca, loca, tú eres mi tigre. Loca, tócame con más ganas pa' que nunca de ti me olvide. Loba like Jackie, tú eres mi tigre. Muérdeme duro de este culo, nunca te olvides. Tú tienes buena puntería, sabes cómo duran estos bobos, se quedan sin batería. Me tiras tanto y no me contiene, pero me encanta ese dentro lo tiene. Le pongo perra pa' ti, no que tu mente nunca va a salir Cardi B. Tú tienes buena puntería, sabes por dónde darme pa' que quede rendida. Me atacan, me duele, tú a mí no me conviene, pero en tu cama la mía, todo eso a mí se me olvida. Tú tienes buena puntería, sabes por dónde darme pa' que quede rendida. Շատ հետաքրքիր հիշվող այսպես դյուրամարս Այո, Շակերայից երգչուհի, որը շարունակում է փայլել եւ նրա տուրն է կարծես շարունակվում մշտապես շքեղ լուսանկարներ է տեղադրում եւ նա չի մեծանում, այո, վերջերս էլ չգիտեմ տեսար թե չէ Spotify-ի տարեդարձի արդիվ նա եւ Ed Sheeran-ն էին երգում հայտնի հիթերից մեկը եւ շատ գեղեցիկ դուետ էր ստացվել, վստահ ենք որ շատ գեղեցիկ միջոցառում է մեզ սպասվում նաեւ այս կիրակի օրը, որովհետեւ վերջապես մեր մայրաքաղաքը տոնական տեսք կստանա, դեռ նոյեմբերի կեսերից զարդարվում է մեր մայրաքաղաքը եւ ահա Երևանի քաղաքապետարանը դեկտեմբերի 14-ին ժամը 20-ին բոլորին հրավիրում է Հանրապետության հրապարակ, որպեսզի մասնակցենք տոնածառի լույսերի վառման արարողությանը, իսկ նախորդ տարիների փորձը ցույց է տալիս, որ մշտապես շատ շքեղ եւ տպավորիչ միջոցառում է լինում։ Ես համամիտ եմ քեզ հետ, որտեղ իսկապես անում են ամեն ինչ, որպեսզի իրական տոն պարգևեն մեր փոքրիկներին, թեև երեք երբ մեքենա է վարում երեկոյան, որոշ փողոցներում կարծես փորձարկում են, այո, հրապարակում են տոնական այդ լույսերը, զարդարանքը եւ ու փոխվել են որում տեսականին որոշ փողոցներ, նա անցյալ տարի հա մեր փողոցում մեկ այլ զարդարանք այս տարի մեկ այլ այնպես որ հաճելի է, սպասում ենք մենք էլ փոքրերի նման այդ ամենին, այդ հրաշքին։ Այո, ինչքան էլ երբեմն փնթփնթանք, չէ, որ դա խցանումների պատճառ է կամ շատ միջոցներ են ծախսվում ամեն դեպքում, երբ դուրս ես գալիս այդ օրերին եւ տեսնում ես քո քաղաքը շատ գեղեցիկ զարդարված, միմիայն հաճելի է այդ պահը եւ եւս մեկ կարեւոր իրադարձություն, որին սպասում ենք այս շաբաթը, ընդամենը 3 օրից տեղի կունենա մանկական Եվրատեսիլը Հարևան Վրաստանի մայրաքաղաքում Թբիլիսիում եւ մեր երկիրը ներկայացնող Ալբերտը հաղթելու շատ մեծ շանսեր ունի, քանի որ նրա երգը, նրա վոկալային տվյալները տպավորվել են բոլորի մոտ եւ անհամբերությամբ սպասում ենք մեր պատվիրակի ելույթին, հաջողություն ենք մաղթում նրան եւ վստահ ենք, որ լավագույն հորիզոնականներից մեկը այս անգամ կրկին կզբաղեցնի Հայաստանը մանկական Եվրատեսիլում։ Ես էլ եմ այդպես կարծում, որ Ալբերտը ունի բոլոր շանսերը իսկապես հաղթանակ բերելու Հայաստան։ Այնպես որ հաջողություն ենք մաղթում մեր պատվիրակին, մեր պատվիրակությանը եւ անհամբերությամբ սպասում ենք դեկտեմբերի 13-ին, որպեսզի դիտենք Եվրատեսիլը եւ դեկտեմբերի 14-ին, որպեսզի մասնակցենք տոնածառի լույսերի վառման արարողությանը։ Դե իսկ մենք սպասում ենք լուրերի պատվիրակին քիչ անց մեր տաղավարում։ I'll admit I was wrong. What else can I say, girl? Can't you play my head and not my heart? I was drunk, I was gone. That don't make it right, but promise there were no feelings involved. She said, boy, tell me honestly, was it real or just for show?
but you gotta believe me when I say it only happened once. I tried and I tried, but you'll never see that. You're the only one I wanna love. Oh yeah. She said, boy, tell me honestly, was it real or just for show? She said, save your apologies, baby, I just gotta know. How long has this been going on? You've been creeping around on me. Oh, you're calling me baby. How long has this been going on? You've been acting so shady. I've been feeling it lately, baby. How long has it been going on, baby? You gotta go tell me now. She said, boy, tell me honestly, was it real or just for show? Yeah. She said, save your apologies, baby, I just gotta know. How long has this been going on? You've been creeping around on me. Oh, you're calling me baby. How long has this been going on? You've been acting so shady. I've been feeling it lately, baby. Going on. You've been creeping around on me. How long has it been going on, baby? You gotta go tell me now. Acting so shady. I've been feeling it lately, baby. The station with the best music. Best music. I love the music. Best music. Սուրճ ու սեր առավոտից։ Մենք ունենք ընդամենը 4 րոպե, որպեսզի եւս մեկ լուրով կիսվենք ռադիոլսողների հետ։ Այո, եւ ժամը 10-ին արդեն ձեզ կներկայացնենք ռադիոլուրի թողարկումը, վերջին ժամի նորությունները եւ մեր ավանդական մշտական ռադիոլսողները գիտեն, որ սիրով մշտապես հյուրընկալում ենք ռադիոլուրի մեր գործընկերներին, մեր տաղավարում եւ առաջին ձեռքից իմանում վերջին նորությունների մասին, բայց մինչեւ այդ համառոտ ներկայացնենք, թե ինչի մասին ենք այսօր խոսելու։ Շատ ուրախ ենք, որ մեր մայրաքաղաքը շարունակում է մշակութային ակտիվ կյանքով ապրել եւ հիացնել թե մեզ, թե մայրաքաղաք եկած հյուրերին, եւ ահա հայկական անմահեպոսը Սասունցի Դավիթը բալետ օրատորիայի տեսքով կբարձրանա Ալեքսանդր Սպենդերյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմ։ Առաջնախաղերը նախատեսված են դեկտեմբերի 18-ին եւ դեկտեմբերի 19-ին։ Ահա այս մասին ենք խոսելու ժամը 10-ից հետո մեր հյուրի հետ, որի դեպ արդեն մեզ մոտ է եւ սպասում է, բայց մինչեւ այդ պահն է, որպեսզի ողջունենք ռադիոլուրի մեր գործընկերոջը Հասմիկ, բարի լույս։ Բարի լույս Հասմիկ։ Դու ուրախ ես մեզ տեսնել։ Իհարկե Մենք ուրախ քեզ եմ։ ենք շատ ուրախ տեսնել եւ Փոխադարձ։ լսել։ Թեև այսօր շատ հետաքրքիր օր է, մեզ կարող են չտեսնել, միայն կարող են լսել, որովհետեւ չունենք ինտերնետ, Ինտերնետ, իրականում այո։ Քիչ առաջ Այսպես որ ես մի էլ փնտրեք մեզ, բախվեցի։ մի փնտրեք մեզ ոչ armradio.am կայքում, ոչ Facebook-ում, չունենք ինտերնետ, չենք Այո։ լսել, չենք ստացել այսօր։ Փոխարեն ունենք TikTok-յան live, որը անձնական live-ն է։ Անձնական Անձնական օգտագործման ռեսուրսներով։ Այո, այո։ Զգում եք, սիրելի գործընկերներ, տարիներ առաջ ճոխություններ ունենալ վիդեո հեռարձակում, հիմա արդեն անսովոր է մի փոքր, երբ աշխատում ենք ավանդական ռադիո, աուդիո, այսպես ասած, հաճախականության տարբերակով։ Ասենք հեռախոս ունենք 553702 հեռախոսը կա։ Կա հեռախոս աշխատում է հեռախոսը, փաստորեն Այո, աշխատում այո, է։ աշխատում է։ առանց ինտերնետ է դրա համար։ Զանգարեք 553702 մեր ուղիղ կապ հեռախոսամարը արդեն 10-ից հետո Պետք կգա անպայման։ Այո։ Հասմիկ ինչ կա չկա աշխարհում, բացի այն որ մեզ համար նշանավորվեց այս առավոտը առանց ինտերնետի։ Այո, բայց նորություններ ունենք։ Ես ցանկանայի տեղյակ պահել կիբերոստիկանությունը նոր հաղորդագրությամբ Ահա, է կիսվել, նոր ֆինանսական բուրգ է տարածվում, իդեպ շատ դժվար անուն էր, ես ընթերցեմ, Digital Gallery անվանումով, որը առաջարկում է ներդնել գումարներ դրոնների ոլորտում, իդեպ սա նոր զեղծարարություն է,
է, որի մասին կիբերոստիկանությունը տեղեկացնում եւ զգուշացնում է քաղաքացիներին, որ հեռու մնացեք նման հարթակներից, որպեսզի հերթական դժվար անելանելի վիճակում չհայտնվեք եւ զեղծարարների զոհը չդառնաք։ Ինչերի ասես, որ չեն գնում խարդախները, մենք գումար կորզեն։ Այո։ Մանրամասներ ունենք, Այո, ունենք։ Եվ ռադիոլուրը ընդգրկուն անդրադարձել է, կարող են նաև իհարկե չունենք ինտերնետ, բայց հանրային ռադիոյի կայքի միջոցով տեղեկանալ։ Բարի եթեր ենք քեզ մաղթում, ավանդական տարբերակով լսեք ռադիոն նաև զանգահարեք 55 3702։ Հայաստանում ժամը 10 է։ Լուրեր հանրային ռադիոյի եթերում։ Երևանն է խոսում, բարև ձեզ, ռադիոլուրը շարունակում է աշխատանքը, տաղավարում Հասմիկ Մարտիրոսյանն է, ժամի թեմաները նախ համառոտ։ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել գերմանացի մի խումբ գործարարների եւ տնտեսական միավորումների ներկայացուցիչների հետ։ Արգելափակվել են Hello-Bit ֆինանսական բուրգի հարթակները, միևնույն ժամանակ կիբերոստիկանությունը նոր ֆինանսական բուրգի հնարավոր գործարկման մասին է տեղեկացրել եւ զգուշության կոչ արել։ Ցեղասպանության կանխարգելումը սոսկ իրավական պարտավորություն չէ, այն մեր հավաքական խղճի փորձությունն է, փոխարտգործնախարարը ելույթ է ունեցել միավորված ազգերի կազմակերպությունում։ Թեմաները ընդգրկուն վարքյաններ անց։ Եվ այսպես վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Գերմանիա շարունակվում է, այսօր Բերլինից վարչապետը կմեկնի Համբուրգ, որտեղ նախատեսված է հանդիպում քաղաքապետ Պետեր Չենչերի հետ։ Համբուրգի առևտրի պալատում վարչապետը կհանդիպի նաև տեղի գործարարների հետ։ Իսկ երեկ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերմանիայի նախագահի եւ դաշնային կանցլերի հետ, վարչապետն ու կանցլերը ստորագրել են ռազմավարական հռչակագիր եւ հանդես եկել ասուլիսով։ Կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ասել է, որ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը կարող է օրինակ ծառայել աշխարհի այլ տարածաշրջանների համար։ Կանցլերի խոսքով Գերմանիան մեծ ուշադրությամբ հետևում է գործընթացին։ Համաձայն ենք այն հարցում, որ մեծ շանս կա Հայաստանի եւ Ադրբեջանի համար։ Դա համատեղ դիվանագիտական եւ այլ ջանքեր ու փոխադարձաբար մյուսների շահերը հաշվի առնել է պահանջում։ Կարող ենք համատեղ առաջ տանել խաղաղության գործընթացը։ Կարծում եմ այս օրինակը կարող է ընդօրինակվել աշխարհի այլ տարածաշրջաններում եւս։ Կարծում եմ բացվել է ճանապարհը դեպի Եվրոպա եւ շատ տարբեր ձևերով կարելի է համագործակցությունը խորացնել, ընդգծել է կանցլերը։ Վարչապետն էլ հավելել է, որ Հայաստանը բավականին երկար ժամանակ Ադրբեջանի հետ աշխատում է երկկողմ ձևաչափով, բայց այս ընթացքում նաև Գերմանիան, Եվրամիությունը աջակցություն են ցուցաբերել խաղաղության գործընթացին եւ այդ աջակցությունն արտահայտվել է կոնկրետ գործողություններով, ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։ Ըստ Փաշինյանի Եվրամիության Գերմանիայի դերը չպետք է թերագնահատել Վաշինգտոնյան համաձայնությունների առկա դրական ֆոնի եւ այլ պրոցեսների հարցում։ Նիկոլ Փաշինյանը Գերմանիա կատարած այցի պաշտոնական այցի շրջանակում Բերլինում նաև այցելել է արտաքին հարաբերությունների գերմանական ընկերակցություն, ելույթ է ունեցել եւ ասել է, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում խաղաղություն հաստատվեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Փաշինյանը ընդգծել է. մենք պարտավորվեցինք ճանապարհ հարթել մեր երկու երկրների միջեւ թշնամանքը փակելու համար, մենք վճռականորեն մերժում եւ բացառում ենք վրեժխնդրության ցանկացած փորձ հիմա եւ ապագայում։ Վարչապետը տեղեկացրել է, որ այժմ ամերիկացի գործընկերների հետ միասին ինտենսիվ բանակցություններ են ընթանում միջազգային խաղաղության բարգավաճման Թրամփի ուղի նախագծի իրականացման ընդհանուր պայմանների շուրջ։ Այլ թեմաների մասին վարչապետը եւս խոսել է, տեղեկացնեմ հանրային ռադիոյի լրագրող Աստղիկ Սարգսյանը նույնպես Գերմանիայում է եւ այլ մանրամասներ կներկայացնենք հաջորդ եթերաժամերի ընթացքում։ Ցեղասպանության զոհերի հիշատակի եւ Ցեղասպանության կոնվենցիայի միջազգային օրը Նյու Յորքում արտգործնախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն է մասնակցել եւ ելույթով է հանդես եկել, ընդգծել է այսօր լիովին վճռական են շարունակել զարգացնել գործողությունները, քաղաքականությունն ու գործընկերությունը կանխարգելման գործը խթանելու համար, որպես հարգանքի տուրք մեր անցյալին, որպես պարտավորություն շարունակվող պատերազմների եւ հակամարտությունների զոհերի առջեւ եւ որպես խոստում նողկալի արհավիրքից զերծ ապագայի։
Ցեղասպանության կանխարգելումը սոսկ իրավական պարտավորություն չէ, այն մեր հավաքական խղճի փորձությունն է։ Ուրեմն եկեք ապահովենք, որ այլևս երբեքը դառնա ոչ թե հիշատակի կրկնվող կարգախոս, այլ կառավարման սկզբունք, ասել է փոխարտգործնախարարը։ Եվ ֆինանսական բուրգի մասին ներքին գործերի նախարարության կիբերոստիկանությունն է տեղեկացնում, նոր ֆինանսական բուրգ է տարածվում այս անգամ DJ Allergia անվանումով, որ առաջարկում է ներդնել գումարներ դրոնների ոլորտում։ Այս ֆինանսական բուրգը իր տեսակով կրկնօրինակում է Հայաստանում արդեն փլուզված Citybike նախագիծը։ Կիբերոստիկանությունը եւս մեկ անգամ տեղեկացնում է, որ այսպիսի հարթակներում գոյացած եկամուտները առաջանում են ոչ թե իրական բիզնես գործունեությունից, այլ այն անձած ներդրումներից, որոնց օգտվողը հրավիրել է հարթակ որպես ռեֆերալ, նրանք էլ փաստացի վճարում են օգտվողի գոյացած եկամուտը։ Զերծ մնացեք նման հարթակներում գումարներ ներդնելուց, նշում է կիբերոստիկանությունը։ Իդեպ 3 ոստիկանությունը հայտնեց, որ արգելափակվել են Hello-Bit ֆինանսական բուրգի առցանց հարթակները, վերջերս Հայաստանում տարածում գտած ֆինանսական բուրգերից Hello-Bit-ի առցանց հարթակում ներդրում կատարելու հետևանքով տուժել են բազմաթիվ քաղաքացիներ եւ ահազանգերն են ցույց տալիս, որ բուրգի հետևանքները մտահոգիչ չեն։ Բացահայտման աշխատանքները շարունակվում են, շղթայի ամբողջության բացահայտումը գտնվում է ակտիվ փուլում։ 3 հանրային ռադիոյի լրագրող Անահիտ Սվարյանը զրուցել էր կիբերոստիկանության բաժնի պետ Հայկ Մկրտչյանի հետ եւ Հայկ Մկրտչյանը անդրադարձել էր ամենահուզող հարցերից մեկին, հնարավոր կլինի վերադարձնել գումարը թե ոչ։ Ասել էր, որ սխալ կլինի պնդելը, թե հնարավոր չէ վերադարձնել ֆինանսական բուրգից տուժած քաղաքացիների գումարները, սակայն այս տեսակի հանցագործությունների հիմնական առանձնահատկությունն այն է, որ պահանջվում է երկարատև աշխատանք։ Ուստի տուժած քաղաքացիները երբեմն չեն համբերում մինչև վերջնաարդյունքը։ Եվ ամենաշատ հուզերող հարցերից եւս մեկը, ինչու ոստիկանությունը չի հեռացնում նման կայքերի գովազդները։ Եվ Մկրտչյանի խոսքով իրավական առումով գովազդը հեռացնելու իրավունք ոստիկանությունը չունի այնքան ժամանակ, քանի դեռ չկա քրեական վարույթ։ Այժմին այսքանը տաղավարում աշխատեց Հասմիկ Մարտիրոսյանը, ինչպես կզարգանան իրադարձությունները կտեղեկացնենք ժամը 11-ին, մնացեք հանրային ռադիոյի հետ ցտեսություն։ Սուրճ ու սեր առավոտից։ Ասաում ես երազում, ես կանչում ծիծաղով, Եվ նայում ես, հմայում ես քո լույսով, Լուսաբաց ես գարնան լուսաբաց, Ես ապրում եմ քո կարոտով, քո հույսով, Քո աչքերով եմ գերված։ Գալիս ես դու ինձ մոտ, Մայիս ես արևոտ, Գալիս ես դու ինձ մոտ, Իմ կյանքի առավոտ։ Գալիս ես դու ինձ մոտ, Մայիս ես արևոտ,
չկար հիմա սիրո ծով ես գալիս ես դու ինձ մոտ մայիսս արևոտ գալիս ես դու ինձ մոտ իմ կյանքի արաբոտ գալիս ես դու ինձ մոտ մայիսս արևոտ գալիս ես դու ինձ մոտ իմ կյանքի արաբոտ Ես չգիտեմ թե որտեղից դու եկար կանաչ գարնանցի ծեռնակի պես դու չկայիր իմ սրտի մեջ սեր չկար հիմա սիրո ծով եմ ես գալիս ես դու ինձ մոտ մայիսս արևոտ գալիս ես դու ինձ մոտ իմ կյանքի արաբոտ գալիս ես դու ինձ մոտ մայիսս արևոտ գալիս ես դու ինձ մոտ իմ կյանքի արաբոտ գալիս ես դու ինձ մոտ մայիսս արևոտ գալիս ես դու ինձ մոտ Իմ կյանքի արաբոտ Գալիս ես դու ինձ մոտ մայիսս արևոտ գալիս ես դու ինձ մոտ Իմ կյանքի արաբոտ իմ կյանքի արաբոտ Սուրճ ու սեր առավոտից։ 11 րոպե մենք վերադարձանք, դուք լսում եք Սուրճ ու սեր առավոտից հաղորդումը հանրային ռադիոյի ուղիղ եթերում։ Սիրով եւս մեկ անգամ բարի լույս ենք ասում բոլոր նրանց, ովքեր մեզ միացել են եւ խոստանում ենք, որ առաջիկա 1 ժամը անցկացնելու ենք դրական լիցքերով եւ իհարկե ինֆորմացվելու ենք, իմանալու ենք այն կարևոր իրադարձությունների մասին, որոնք տեղի են ունենում մեր մայրաքաղաքում, մեր երկրում, նաեւ կքննարկենք միջազգային հետաքրքիր լուրեր ու նորություններ, բայց հիմա պահն է, որպեսզի իմանանք մանրամասները, ինչ է սպասվում մայրաքաղաքում մշակութասերներին ժամը 10-ի լուրերի թողարկումից առաջ փոքրիկ անոնս արեցինք եւ եւս մեկ անգամ հիշեցնենք դեկտեմբերի 18-ին եւ 19-ին բեմ կբարձրանա հայկական առաջին էպոսի Սասունցի Դավթի բալետ օրատորիան, որը մեծ իրադարձություն է մեր մշակութային կյանքում եւ անհամբերությամբ սպասում ենք այս պրեմիերային, ասենք որ Հող Արթուն էթնո էլեկտրոխումբը Սասունցի Դավիթ բալետ օրատորիան ստեղծել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի նախաձեռնությամբ եւ հատուկ պատվերով եւ հյուր ունենք քաղաքապետարանից մեր շատ սիրելի գործընկեր մշակույթի եւ туриզմի վարչության պետ Գոշ Սարգսյանը, բարի լույս եւս մեկ անգամ։ Բարի լույս, եւս մեկ անգամ բարի գալուստ։ Պաստոր այս տարի արդեն երկրորդ մեծ մասշտաբային մոնումենտալ նախագիծն է, որ կյանքի է կոչում, ձեր այսպես սակավ թիմով, եթե կարելի այսպես ասել։ Շնորհակալություն նախհրավերի համար, ինչպես արդեն գիտենք, այս տարի բազմաթիվ մշակութային կարևորագույն իրադարձություններ են տեղի ունեցել Երևան քաղաքում, որոնք նաև Երևան քաղաքը դարձրել են տարածաշրջանում, ինչու՞ չէ նաև միջազգային մայրաքաղաքների, այն մայրաքաղաքների շարքում, որոնք ոչ միայն ներկայացնում են, արժևորում եւ պահպանում են, այլև ստեղծում են մշակութային արժեքներ։ Տարվա խոշորագույն իրադարձություններից դա Երևանյան բալետային միջազգային փառատոնն է, որ այս տարի հյուրընկալեցինք Մոսկվայի Բոլշոյ եւ Սանկտ Պետերբուրգի Մարինյան թատրոնները եւ Երևանի քաղաքապետարանը տարին ամփոփում է թերևս վերջին տասնամյակների մշակութային ամենախոշոր իրադարձություններից մեկով հայկական անմահ էպոսի Սասունցի Դավիթ Սասնածռեր էպոսի բալետ օրատորիայի նախագծով, որը որ պատմական իրադարձություն է, կարող եմ ասել միանշանակ, որովհետեւ նման ձևաչափով երբևէ անդրադարձ էպոսին չի կատարվել։ Առանձնահատկություններից խոսենք, այ յուրահատկություն են չունեք այն։ Շատ առանձնահատկություններ կան, կարող եմ մի քանիսը թվել, որ 400
պատանիներ, երեխաներ, հավաքական երգչախումբը, որ նաև ինքը բացի մշակութային արժեքից, նաև կրթական լրջագույն բան է ներկայացնում, որովհետև 400 երեխա վերջին 5 ամիսների ընթացքում Նարինե Ոսկանյանի խմբավար Նարինե Ոսկանյանի ղեկավարությամբ սովորում, ուսումնասիրում է Սասունցի Դավիթը, եւ սրանք այն արժեքներն են, որոնք այդ երեխաների մեջ այլևս ներդրված են այդ կոդերը եւ հնարավոր չի լինելու հանել։ Եվ այս ամբողջ գաղափարը իր մեջ ամփոփում է, որ նախաձեռնությունը կավարտվի Սասունցի Դավիթ բալետորատորեի գրքով, նոտաների կլավիրով, որը որ նաև հնարավորություն կտա Հայաստանում եւ Սփյուռքում հազարավոր հայ երեխաների ուղիղ առնչվել, շփվել, ծանոթանալ էպոսին։ Ինչ փուլում են հիմա աշխատանքները, դեկորացիաներ, նաև ունեք բրենդավորած, կարծես թե նվերներ բավական լուրջ պատրաստություն է, ոչ միայն այն ինչ կլինի բեմում, այլև մինչև բեմ բարձրանալ։ Արդեն հաշված օրեր է մնացել, Սասունցի Դավիթ բալետորատորյան բեմ կբարձրանա, որ իր մեջ նաև գրում է սոցիալական մի ուղղվածություն, այնպես ստացվեց, որ հայկական արտադրության արևին ընկերությունը եւ Երևանի քաղաքապետարանը համատեղ որոշեցին, որ այս նախագծի շրջանակներում ստեղծված կերպարները Ծովինարի, Քուրքիկ Ջալալիի եւ Սասունցի Դավթի հայկական արտադրությամբ հագուստներ կմտնեն դեկտեմբերի 18-ից վաճառքի մեջ, դրանք շապիկներ են, հուդիներ, ջեմպերներ, որոնք արդեն կմտնեն լայն շրջանառության մեջ եւ կարեւոր մի հատված, որ վաճառքից եկամուտից 10% կուղղվի Հայաստանում քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման համար։ Շատ կարևոր նախաձեռնություն։ Եթե փորձենք ընդհանուր, ամփոփել 2025-ը ինչպիսին էր ձեր վարչության համար, դե կարևոր երկու մեծ նախագծերից արդեն խոսեցինք։ Նաև ես հավելեմ, որ շատ լավ էր կազմակերպված նաև Երևանի Երևան տոնակատարությունը, իսկ այ ընդհանուր 2025-ը ձեզ ինչ տվեց եւ արդյոք այն ամեն ինչ պլանավորել էիք անցյալ տարի իրականություն դարձավ, թե ինչ-որ բան մնացել է այնուամենայնիվ լուսանցքից դուրս։ Չէ, լիահույս եմ, որ ամեն ինչ կարողացել ենք իրականացնել եւ ունեցած արձագանքներից թե Երևանի բնակիչների, թե հյուրերի, թե նաեւ մեր մարզերի բնակիչների կողմից լիահույս ենք, որ կարողացել ենք այդ ամբողջը կազմակերպել եւ պատշաճ մակարդակով ներկայացնել մեր բնակիչներին։ Երևանի Երևան տոնակատարությունը, որն արդեն երկրորդ տարին նման խոշորագույն ծավալով է իրականացվում, օրինակ այս տարվա գալա համերգը, Թաթասիմոնյանի համերգը Հանրապետության հրապարակում այդ տրամադրությունը ստեղծելն էր կարևոր, որ Երևանի քաղաքապետարան իր արժև ուներ մարդկանց օրվա, քաղաքի ծննդյան օրվա, որ կարծես դա, եթե ասում ենք քաղաք, մենք այդ քաղաքի մեջ ենք եւ քաղաքն է լինում մեր մեջ եւ կարծես դա մեր ծննդյան օրը լինի եւ այդ տրամադրությունն էր կարևորը, որ փոխանցենք եւ տասնյակ հազարավոր, 100 հազարավոր մարդկանց քաղաքում լինելը եւ ուրախանալը արդեն իսկ հուշում էր, որ տոնակատարությունը կայանում է եւ այս տարին նաեւ կավարտվի դեկտեմբերի 14-ին, այսինքն ամանորյա տոնակատարությունը կսկսվեն դեկտեմբերի 14-ին երեկոյան ժամը 20-ին գլխավոր տոնածառի լույսերի հանդիսավոր վարման արարողությամբ, որը մինչև արդեն հունվարի 13-ը տարաբնույթ միջոցառումներ կազմակերպվեն, արդեն ավանդական դարձած ամանորյա տոնավաճառը, որը շատ սիրված է եւ այս տարվա ունեցած հայտերից, մասնակցությունների թվից հասկանում ենք, որ ել ավելի մեկ քայլ առաջ է ամեն ինչ ընթանում։ Եկեք խոսենք, որ վայրերն եք ընտրել, Հյուսիսային պողոտան է դա, թե այգին է։ 2750 այգին է, Հանրապետության հրապարակին հարակից, Հանրապետության հրապարակում կանցկացվի տարբեր ձևաչափերով միջոցառումներ եւ նաեւ վարչական շրջանները ամբողջ Երևան քաղաքի կլինեն լուսերով ձևավորված, տոնածառներով եւ տարաբնույթ միջոցառումներ, սոցիալական ծրագրեր կինականացվեն տարբեր վարչությունների կողմից։ Մինչև հունվարի 13-ը թե կսահմանափակվեն միայն առաջի տոնական օրերով 1, 2, 3 հունվարի։ Չէ, մինչև հունվարի 13-ը կազմակերպվի, նաեւ մի կարևոր սոցիալական կոմպոնենտ, որ միշտ իր նախաձեռնում ենք, դա նաեւ այս տարի շուրջ 60 միլիոն դրամի շրջանակներում ձեռք բերեցինք Երևանի թատերը համերգային կազմակերպություններից ամանորյա տոմսեր 21000 տարաբնույթ հանրակրթական դպրոցի երեխաների, սոցիալապես անապահով երեխաների, զոհվածների ընտանիքների մի շարք նման խմբերի եւ այդ անվճար, այո, բաժանվել են
եւ նաեւ իրանք կարողանան մասնակիցը լինեն այդ ամբողջ ամանորյա տոնակատարություններին, զգալ տոնական շունչը։ այո, զգալ տոնական շունչը, մասնակիցը լինել այդ ամենի։ Հրաշալի է, անհամբերությամբ սպասում ենք դեկտեմբերի 14-ին եւ ինչու ոչ նաեւ բալետ օրատորիայի պրեմիերային վերադառնալով Սասունցի Դավթի թեմային, թեև պաշտոնական հաղորդագրության մեջ այն նշված է քաղաքապետի նախաձեռնությամբ եւ պատվերով է եղել, բայց կուզեի մի փոքր մանրամասնեիք ինչպես եղավ գաղափարը, ինչպես համախմբվեցիք այս մտքի շուրջ, էպոսի հետ կապված տարատեսակ բեմադրություններ շատ են եղել, բայց այ բալետ օրատորիա ինչու հենց այս ձևաչափով։ Ինչպես ամեն տարի մենք տարվա վերջում հաջորդ տարվա պլանավորելիս Երևանի քաղաքապետ Տիգրան Ավենյանի հետ քննարկում ենք հաջորդ տարվա նախաձեռնությունները, օրացույցն ենք կազմում, ժամանակահատվածը, ասելիքը, մասնակիցները եւ մի շարք քննարկումներ է լինում եւ որտեղից եկավ Սասունցի Դավիթը։ Դա 2 տարի առաջ նույն Երևանի քաղաքապետ Տիգրան Ավենյանի նախաձեռնությամբ մենք կոմիտասի շուրջ 32 ստեղծագործություններ դարձրեցինք կոմպոզիտոր Ավետիս Բերբերյանի հետ պատանեկան երգչախմբերի համար, որի միջալոց երբևէ նման բան չէր արվել։ Եվ այդ դա իրականացնելու համար կազմվեց Երևանի երաժշտական եւ արվեստի դպրոցներից հավաքական երգչախումբ։ Դա առաջին նախագիծն էր, որը նույնպես նաեւ կլավիր տպագրեցինք։ Երկրորդը դա Տիգրան Մանսուրյանի հետ իրականացրեցինք հայկական ժողովրդական աղոթքների եւ հայրենների հիման վրա երկրորդ նախաձեռնությունը հավաքական երգչախմբի հետ եւ այս տարվա սկզբին արդեն Երևանի քաղաքապետի կողմից եղավ, որ ինչու ոչ արդեն ժամանակն է անդրադառնալու Սասունցի Դավթին եւ միանգամից հավաքվեց այն կազմը, որը որ պիտի իրականացներ եւ արդեն շուրջ 1 տարի ամենօրյա ռեժիմով փորձում ենք այդ գաղափարը, ասելիքը հասցնել հանդիսատեսին եւ ի ուրախություն բոլորիս կարող եմ ասել, որ արդեն իսկ Սասունցի Դավիթ բալետ օրատորիան մտել է օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի խաղացանք եւ արդեն իր ուրույն եւ մշտական տեղը կգտնի, որի շրջանակներում պատրաստվել է 550 քառակուսի մետր դեկորացիաներ, շուրջ 600-ից ավել համազգեստ, շատ լայնածավալ ինքը նախագիծ է եւ լիահույս ենք, որ եկեք եւս մեկ անգամ ռադիոլսողներին եւ մեզ հետեւող կնդիրներին հրավիրենք, հիշեցնենք օրը եւ ժամը, դեկտեմբերի 18-ին եւ 19-ին Ալեքսանդր Սպենդյանի անվան օպերա եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն, երեկոյան ժամը 19:00։ Տոմսերը վաճառվում են։ Տոմսերը վաճառվում են։ Գրեթե գուցե արդեն սպառված լինեն առաջիկա օրերի, բայց գուցե այս պահին մի քանի տոմս լինի, բայց կարևորը նշեցիք, որ այն մտնում է խաղացանք օպերային թատրոնի եւ հետագայում եւս հնարավորություն կունենանք թե մենք մայրաքաղաքում ապրողներս, թե մայրաքաղաքի հյուրերը հետեւել այս բալետ օրատորիային։ Դուք նշեցիք երեխաների ներգրավվածությունը, բայց որպես հիմնական կազմ մեր օպերային թատրոնի դերասանական կազմն է, պարողներն են, ովքեր են աշխատում։ Նախագծի նկարիչ դեկորատորը եղանկարիչ Արտուր Դուրգարյանն է, բալետ օրատորիայի բալետի հատվածը դա օպերա եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային արտիստներն են, բալետ մայստերը Մարիամ Ասլանյանը, հավաքական երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր խմբավար Նարինե Ոսկանյանն է եւ հիմքում հողարթում էթնոէլեկտրո խումբն է, որը որ օր ու գիշեր իսկապես այս աշխատանքով տարված է եւ մեզ համար նաեւ կարեւոր էր, որ ինչպես կարելի է այսօր Սասունցի Դավիթ էպոսը հասանելի դարձնել, ոչ թե մատչելի, այլ հասանելի դարձնել եւ երեխաների շրջանակում, ինչու այդ ոճով էլեկտրոնային երաժշտության, որի մեջ կա հայկական էթնոտարեր, բայց այսօրվա ժամանակակից լեզվով էր պետք խոսել, այդ սերունդի, այդ շերտի հետ, որ իրենց մեջ ամբողջությամբ տարածվի եւ գիտեք կարևոր մի բան կա, մենք ինչ ենք ուզում այս կոդերը, որը ոչ միայն կրում է հայ ժողովրդի հավաքական կերպարը Սասունցի Դավիթը, այլ համամարտկային բոլոր արժեքները կան այդ էպոսում եւ 5 ամիս այդ երեխաները սովորելով էպոսը ավելի քան 50 երգ, որը էպոսագետ Հայկ Համբարձումյանն է իրականացրել, այլևս անհնար է լինելու այդ երեխաների մեջից այդ կոդերը հանել եւ իրանք լրիվ այլ մարդիկ են ժամանակի ընթացքում դառնալու, որոնց մեջ այդ արժեքները կան
իսկ այդ արժեքների կրողը հասարակության լրիվ այլ անդամներ են լինելու։ Եվ մենք ասում ենք Սասունցի Դավիթ, դա կարծես դարձնում ենք մեր ազգանունի որևէ հատվածը յուրաքանչյուրիս անուն ազգանուն, եթե փոխակերպենք, պիտի կարդանք Սասունցի Դավիթ։ Դա ինքնություն է, իհարկե։ Ժամանակակից լեզվով մատուցում վստահ եմ, որ չի նշանակում սյուժետային գծի փոփոխություն։ Որևէ։ Մենք ուղղակի փորձել ենք այսօրվա լեզվով այս ժամանակահատվածի համար, նորից եմ կրկնում, ոչ թե մատչելի, այլ հասանելի։ Մեզ համար կարևոր չի լինել հասկացված, մեզ համար կարևորը որ մենք լինենք հասկանալի։ Ես նաև նկատել եմ, որ միջոցառումից միջոցառում ինչքան ժամանակակից են դառնում այ կազմակերպված այդ համերգները միջազգային բոլոր ստանդարտներին համապատասխան, այն նույն Երևանի Երևանը, թե բեմահարտակները, թե լուսային ձևավորումը եւ առասարակ այն ինչ տեսնում ենք հրապարակում, էկրանին, ոչինչով զարգացած երկրներում չենք տեսնում, չի զիջում նույն եվրոպական մեծ բեմահարտակներում, արենաներում կազմակերպված շոուներից, ինչը իհարկե շատ գովելի է եւ գնահատելի։ Աշխարհի ամենախոշորագույն երկու բալետային թատրոններին մենք ոչ միայն բերել ենք Հայաստան, Երևան, այլ նաև իրենց մի քանի 100 տարվա պատմության մեջ իրենք առաջին անգամ նման ձևաչափով բացօթյա հանդես էին գալիս։ Դա իրենց համար էր դա նաև ռիսկային եւ համարձակքայլ։ Եվ կարող եմ հպարտորեն ասել, որ Երևանը դա միակ մայրաքաղաքն է աշխարհում, որ նման ձևաչափով ունի միջազգային բալետային փառատոն։ Եվ կազմակերպչական, տեխնիկական, թե գեղարվեստական առումով ամենալավագույն եւ ամենապրոֆեսիոնալ մարդիկ են ընդգրկվում։ Ես նաև փառատոնից հետո տեսա, թե ինչպես են արձագանքում բալետի արտիստները իրենց սոցհարտակներում, ինչպիսի հիացական խոսքեր եւ տեսակետեր են տեղադրել, որ Երևանում ինչպիսի մեծ, այսպես պատշաճ մակարդակով կազմակերպված էր միջոցառում առասարակ։ Հուսանք, որ նույնը կկրկնվի նաև դեկտեմբերի 18-ից եւ 19-ից հետո եւ վերջում հետաքրքիր է իմանալ նաև ձեր ակնկալիքները, սպասելիքները, ինչ սրտի թրթերով եք սպասում այս պրեմիերայի օրերին։ Անքուն գիշերներից հետո փորձում ենք այլևս որևէ գնում ենք 18-ին եւ ինչպես վերջին երգում է ասվում եզրափակիչ Ծուր Դավիթը պիտի հաղթի, պիտի բերի հաղթությունը հայոց երկրի։ Շատ կարևոր մեսեջ ուղերձ հանդիսատեսին հայ հասարակությանը ձեզ շնորհակալ ենք առավոտը մեզ հետ սկսելու համար եւ նման հետաքրքիր նախաձեռնությունների դե վստահ ենք որ մի քանի ամիս անց էլի կլինեք վերտաղավարում եւ մեկ այլ մեծամասշտաբ նախագծի մասին մենք սիրով պատրաստ ենք իրազեկել նորություններով մեր լսարանին շնորհակալ ենք Եվ մեր ռադիոլսողներին հիշեցնենք, որ դեկտեմբերի 18-19 շտապեք ձեռք բերել տոմսերը Սասունցի Դավիթ բալետ օրատորիայի պրեմիերան է լինելու մեր ազգային ակադեմիական թատրոնում օպերայի եւ բալետի, իսկ մեր տաղավարում է Երևանի քաղաքապետարանի մշակույթի եւ туриզմի վարչության պետ Գոշ Սարգսյանը։ Կարճատև դադար այնուհետև կշարունակենք։ Սուրճ ու սեր առավոտից։ Հիշում է Երևանը, իմ այսօրն ու երեկվանը, ու երգում է շատրվանը, իմ սրտի սիրո մասին։ Երկու սիրտ երբ հանդիպում են,
Երևանը միշտ ներկա է Այս քաղաքն է որ ստիպում է Սիրահար մնալ հավերջ Իմ սրտի մայրաքաղաք Հարատև արևուկյան Երևան դու սերն ես հայերի Իմ սրտի մայրաքաղաք Բարի օր գիշեր բարի Երևան տունին տոն Որ երբեք չի դադարի Շենքն ու բակը հարևանս Իմ փողոցն ու նստարանս Մոտ ենք ես ու Երևանս Մոտ ենք շատ ու հարազատ Դու ծնվել ես, որ ապրեմ ես Քո սրտի զարկով սիրեմ քեզ Երևան դու առասպել ես Քարեզարդ երիտասարդ Իմ սրտի մայրաքաղաք Հարատև արևուկյան Երևան դու սերն ես հայերի Իմ սրտի մայրաքաղաք Բարի օր գիշեր բարի Երևան տունին տոն Որ երբեք չի դադարի Երբ բացվում է առավոտը Ես առնում եմ քո կարոտը Երեկոտ այնքան անուշ է Հուշերով լի Երևան Սրտիս մեջ քո ջերմանումն է Քեզ նայում ու ջերմանում եմ Ես ծնվել ու մեծացել եմ Քո գրկում իմ Երևան Իմ սրտի մայրաքաղաք Հարատև արևուկյան Երևան դու սերն ես հայերի Իմ սրտի մայրաքաղաք Բարի օր գիշեր բարի Երևան տունին տոն Որ երբեք չի դադարի Իմ սրտի մայրաքաղաք Հարատև արևուկյան Երևան դու սերն ես հայերի Իմ սրտի մայրաքաղաք Բարի օր գիշեր բարի Երևան տունին տոն Որ երբեք չի դադարի Սուրճ ու սեր առավոտից 10:32 րոպե դուք շարունակում եք լսել Հայաստանի հանրային ռադիոյի առաջին ալիքը։ Եվ մենք շարունակում ենք խոսել հետաքրքիր նորություններից։ Տիգրան ասա, որ մեր մայրաքաղաքին նվիրված բոլոր երգերը հաջողված են եւ գեղեցիկ, անկախ նրանից ովքեր են, այո, դրանք հեղինակել, սա կարծես մեր մայրաքաղաքի շնորհքն է առաջին հերթին, որ այն երգերը, այն ստեղծագործությունները, որոնք նվիրված են մեր մայրաքաղաքին, միանգամից սիրվում են եւ հիթեր են դառնում։ Դա Երևանը շատ սիրելուց է։ Այո, դա Երևանը շատ սիրելուց է, բայց Երևանից եկեք մի փոքր տեղափոխվենք դեպի Անգլիա, որտեղ բացվել է մի հետաքրքիր եւ տարօրինակ տոնածառ 7-6 մետր բարձրությամբ տոնածառ, որը ոչ ավել ոչ պակաս պատրաստված է ընդամենը փուչիկներից, այն էլ 100,000։ Նպատակը ոչ միայն տոնական տրամադրություն փոխանցելն է անցորդներին, այլև գումար հավաքելը բարեգործական նպատակներով եւ փուչիկների պայթելը կանխելու համար այն եւս իր հերթին այդ 100,000 փուչիկները մեկ այլ մեծ փուչիկի մեջ են, թափանցիկ գմբեթով են ծածկված եւ 20 հոգուց բաղկացած թիմ է օրեր շարունակ հավաքել այս տոնածառը եւ յուրաքանչյուր փուչիկ կարող է հովանավորվել $330, հուշանվերը $13.19, իսկ բրենդային նվերը 165, սա այն մարդկանց համար է, որոնք կգնեն եւ այդ գումարները կուղղվի բարեգործությանը։ Այսպիսի բան երբեք չի արվել Մեծ Բրիտանիայում, նշել են գաղափարի հեղինակները եւ ասենք, որ Facebook-ում այս ծառի լուսանկարների հրապարակը
հրապարակումից հետո օգտատերերը ակտիվորեն սկսել են քննարկել գաղափարը, բայց ոչ թե քննադատել կամ վատաբանել են, այլ այս հետաքրքիր տոնածառը կոչել են հիասքանչ եւ իսկական կախարդական։ Մենք վստահ ենք, որ իսկական կախարդական կլինի նաեւ մեր տոնածառը, որի լույսերը կվառվեն, ինչպես նշեցինք, Կիրակի ժամը 20-ին Հանրապետության հրապարակ գնացեք, ամեն տարի շատ անմոռանալի եւ գեղեցիկ շոու է սպասվում, այնպես որ կարծում եմ դա պետք չի բաց թողնել։ Այո, մեր տոնածառը բոլորից լավն է, ինչպես ասում են, վայելեք եւ բոլորիս ուրախ ամանոր։ And a happy new year. Good tidings to you, wherever you are. Good tidings for Christmas and a happy new year. Cùng nhau vui Giáng sinh trong hòa bình, cùng nhau vui Giáng sinh trong huy hoàng, cùng nhau vui Giáng sinh trong an lành và một năm mới bình an. Cùng nhau vui Giáng sinh trong hòa bình, cùng nhau vui Giáng sinh trong huy hoàng, cùng nhau vui Giáng sinh trong an lành và một năm mới bình an. Cầu sao bao tươi vui trên khắp các nẻo đường, một Giáng sinh đầy phước hạnh và một năm mới bình an. We wish you a Merry Christmas. We wish you a Merry Christmas. We wish you a Merry Christmas and a Happy New Year. We wish you a Merry Christmas. We wish you a Merry Christmas. We wish you a Merry Christmas and a Happy New Year. Cầu sao bao tươi vui trên khắp các nẻo đường, một Giáng sinh đầy phước hạnh và một năm mới bình an. Cùng nhau vui Giáng sinh trong hòa bình, cùng nhau vui Giáng sinh trong huy hoàng, cùng nhau vui Giáng sinh trong an lành và một năm mới bình an. We wish you a Merry Christmas. We wish you a Merry Christmas. We wish you a Merry Christmas and a Happy New Year. Cầu sao bao tươi vui trên khắp các nẻo đường, một Giáng sinh đầy phước hạnh và một năm mới bình an. Cùng nhau vui Giáng sinh trong hòa bình, cùng nhau vui Giáng sinh trong huy hoàng, cùng nhau vui Giáng sinh trong an lành và một năm mới bình an. We wish you a Merry Christmas. We wish you a Merry Christmas. We wish you a Merry Christmas and a Happy New Year. Այսպիսի ամանորի ռիթմեր, remix տարբերակով Դրամատրություն միանգամից հաղորդեց այս remix տարբերակը։ Մենք շարունակում ենք մեր ուղիղ հեռարձակումը 10:38, հիշեցնենք օրը չորեքշաբթի աշխատանքային շաբաթը կիսվում է եւ այսօր դեկտեմբերի
10 է եւ ինչպես եթերաժամի սկզբում նշեցինք, այսօր մի շարք հետաքրքիր տոներ եւ իրադարձություններ կան աշխարհում եւ դրանցից մեկն այն է, որ այսօր ֆուտբոլի համաշխարհային օրն է եւ սա մի սպորտաձև է, որը միավորում է միլիոնավոր մարդկանց աշխարհում անկախ սեռից, ռասայից, մաշկի գույնից, հավատքից, սա կարելի է ասել աշխարհին միավորող ամենամեծ սպորտաձևն է։ Ես շարունակեմ թեման, ֆուտբոլի նման խաղերը պարզում են գոյություն ունեցել ավելի քան 2000 տարի առաջ Չինաստանում, Հունաստանում եւ Ճապոնիայում։ Եվ ժամանակակից ֆուտբոլի կանոնները ձևավորվել են դեռ 1863-ին, երբ ստեղծվեց Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան։ Դուք գիտեք, որ ամենաերկար պաշտոնապես գրանցված ֆուտբոլային հանդիպումը ինչքան է տևել աշխարհում։ Չէ։ 3 օր ու 2 ժամ։ Ընդհանուր մոտ 66 ժամ է տևել ամենաերկար պաշտոնապես շեշտեմ գրանցված ֆուտբոլային հանդիպումը։ Իսկ ֆուտբոլային առաջին հեռուստահաղորդումը տեղի ունեցել 1937 թվականին BBC ալիքով։ Էլի BBC-ն է եղել առաջինը։ Այո։ Աշխարհի ամենաարագ արձանագրված հարվածը եղել է 210 կմ/ժ արագությամբ։ Բրազիլացի խաղացող Հաբարուն է հեղինակը այս փոխանցման։ Իսկ պաշտոնական խաղերում գրանցվել է հաղթանակ 149-0, բայց ինքնագնդակներով։ Դա եղել է Մադագասկարում բոյկոտի նշանով։ Իսկ աշխարհի ամենահին ակումբը դա Շեֆիլդ ակումբն է, 1857 թվականին է այն հիմնադրվել։ Եվ նաև իմանանք, որ աշխարհում ավելի քան 4 միլիարդ երկրպագու ունի ֆուտբոլը, ինչը այն դարձնում է աշխարհի ամենատարածված սպորտաձևը։ Այո, այն սպորտաձևը, որը կրքեր է բորբոքում բոլորի մոտ եւ անկախ նրանից աշխարհահռչակ ակումբներ թիմեր են պայքարում, թե օրինակ տվյալ երկրի տեղական մակարդակում միշտ երկրպագուների միջև կա լարվածություն, բայց ֆուտբոլը նաև համախմբում է մարդկանց եւ համերաշխության կոչ է անում, հաշվի առնելով թե ինչ հզոր ուժ ունի այս սպորտաձևը մարդկանց միավորելու, մարդկանց համախմբելու եւ պատահական չէ, որ ֆուտբոլային լեգենդներն աշխարհի ամենահարուստ մարդիկ են, բայց նրանք միևնույն ժամանակ իրենց հարթակներն օգտագործում են համերաշխության համար, բարեգործության համար, ինչը չափազանց կարևոր է։ Եվ ֆուտբոլային երկ, այո, հիշենք Բրազիլիայի 2014-ի աշխարհի առաջնության, այո, հիմնը պաշտոնական, այո։ Like an eagle and we always play like we dance only today there's no tomorrow we fall behind in this place there's no space for fear or sorrow is it true that you want it then act like you mean it with everyone watching it's truth or dare can you feel it Destiny is calling German, Colombian, Spanish and French off the bench, you gotta own it down here we play like we dance it's Brazil and now you know it is it true that you want it then act like you mean it with everyone watching it's truth or dare can you feel it
station with the best music. Best music. Սուրճ ու սեր առավոտից 10:44 րոպե մենք շարունակում ենք միասին անցկացնել առավոտը զմերային Եվ այս երկից հետո չենք կարող չխոսել ֆուտբոլի մասին եւ տեսնենք թե ընդհանրապես ինչ կա մարզաշխարհում եւ առաջին լուրը ինչպես միշտ ֆուտբոլի մասին է Ֆուտբոլը Եվրոպական չեմպիոնների լիգայում տեղի է ունեցել 6-րդ տուրի առաջին օրվա հանդիպումները 3 Իտալիայի փոխչեմպիոն Միլանի Ինտերը ընդունեց Անգլիայի չեմպիոն Լիվերպուլին եւ պարտություն կրեց նվազագույն հաշվով։ Միակ գոլը վերջին րոպեներին 11 մետրանոցից խփեց հունգարացի կիսապաշտպան Դոմինիկ Սոբոսլային։ Հայաստանի հավաքականի նախկին ավագ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Ինտերի մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 83-րդ րոպեին։ Իսկ Իսպանիայի չեմպիոն Բարսելոնան տանը մրցեց գերմանական Այնտրախտի հետ 2-1 հաշվով կամային հաղթանակի հասավ ֆրանսիացի պաշտպան Ժյուլ Կունդեի դուբլի շնորհիվ նա 3 րոպեում խփեց 2 երկրորդ գոլը Ահա, շարունակենք մարզաշխարհի նորությունները, մեկ լուր, որը փոխանցում է մեզ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան, եւս 3 հայ բռնցքամարտիկ դուրս են եկել աշխարհի առաջնության 1/4 եզրափակիչ։ Հերթական օրվա հաղթանակների սկիզբը դրել է 86 կիլոգրամ քաշային Ռաֆայել Հովանեսյանը 5-0 հաշվով պարտության մատնելով Իսրայելի ներկայացուցչին, այնուհետև հաղթանակ է տոնել 51 կիլոգրամ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը, Գյումրեցի մարզիկը առավելության է հասել Անդրե Դո Սանթոսի նկատմամբ։ Հայաստանի հավաքականի 1/4 եզրափակչի վերջին ուղեգիրը նվաճել է 57 կիլոգրամ քաշային Ժիրայր Սարգսյանը։ Այսպիսով մեր հավաքականը 1/4 է մտնում 9 բռնցքամարտիկով, սա աշխարհի առաջնություններում մեր հավաքականի լավագույն արդյունքն է, ինչը մեզ միմիայն ուրախացնում է եւ հպարտության առիթներ տալիս։ Մարզական լրացուցիչ թերևս այսքանը մենք շարժում ենք առաջ եւ ֆայլում ենք այս տարվա լավագույններից մեկը։ How could you ever even try? I don't wanna tiptoe, but I don't wanna hide. But I don't wanna feed this monstrous fire. Just wanna let this story die. And I'll be alright. We can't be friends, but I'd like to just pretend. You cling to your papers and pens. Wait until you like me again. Wait for your love, my love. I'll wait for your love. Me and my truth, we sit in silence. Baby girl, it's just me and you. 'Cause I don't wanna argue, but I don't wanna bite my tongue, yeah, I think I'd rather die. You got me misunderstood, but at least I look this good. We can't be friends, but I'd like to just pretend. You cling to your papers and pens. Wait until you like me again. Wait for your love, my love. I'll wait for your love. I'll wait for your love, my love. I'll wait for your love. Know that you made me. I don't like how you paint me, yet I'm still here hanging. Know what you made me. It's something like a daydream, but I feel so seen in the night. So for now, it's only me, and maybe that's all I need. We can't be friends, but I'd like to just pretend. You cling to your papers and pens. Wait until you like me again. Wait for your love, my love. I'll wait for your love. I'll wait for your love, my love. I'll wait for your love.
Սուրճ ու սեր առավոտից։ 10:49 եւ մենք շարունակում ենք։ Եվ ինչպես նշեցիր, տարվա հիթերից մեկն էինք, չէ՞, լսում, ունենք մի հետաքրքիր լուր շոու բիզնեսից, բայց մինչև այդ Տիգրան առաջարկում քանի տարվա հետ կապված բաներ ենք ասում, տեսնենք ինչ է սպասում 2026 թվականին։ Արհեստական բանականությանն եմ հարցրել, թե ինչ կասի ընդհանրապես 2026 թվականի մասին։ Դե նա պատասխանել է, որ 26-ը դեռ ապագա է, առջևում է, բայց որոշ հայտնի ու արդեն շատ պլանավորված կարևոր իրադարձություններ կան, որոնց մասին կարելի է խոսել։ Առաջինը ֆուտբոլի աշխարհի առաջնությունն է, որը կանցկացվի այս անգամ 3 երկրներում՝ Միացյալ Նահանգներ, Կանադա եւ Մեքսիկա, եւ առաջին անգամ այս առաջնությանը կմասնակցեն 48 թիմեր, նախկին 32-ի փոխարեն, եւ սա իրավամբ կարելի է ասել մարզաշխարհի ամենամեծ իրադարձություններից մեկն է, որից հետո երկրորդը ձմեռային օլիմպիական խաղերն են, դրանք կանցկացվեն Իտալիայում, սա եւս 26-ի խոշորագույն իրադարձություններից մեկն է։ Տիեզերքի եւ գիտության ոլորտում եւս կարեւոր իրադարձություններ են սպասվում ըստ արհեստական բանականության, փորձարկումներ նախատեսված են նախապատրաստական քայլեր դեպի հաջորդ լուսնային առաքելություններ։ SpaceX օրինակ ծրագրում է Starship-ի նոր սերնդի թռիչքներ։ Ինչ վերաբերում է մշակույթին եւ տեխնոլոգիային, նշվում է, որ որպես նոր սերնդի արհեստական բանականության, խելացի համակարգերի եւ քվանտային տեխնիկայի առաջընթացի տարի է կանխատեսվում եւ մի շարք ընկերություններ նախատեսում են նորագույն AR, VR սարքեր եւ խելացի ռոբոտներ կիրառել։ Ահա, աշխարհը շարունակում է զարգանալ, իսկ մենք շարունակում ենք մանր-մունր բաներից փնթփնթալ։ 21-րդ դարն է, աշխարհը սրընթաց կերպով է առաջ գնում, մենք էլ պետք է հարմարվենք այս ամենին։ Իսկ հայտնիները գնալով խենթանում են Այո, եւ շարունակում են տեխնոլոգիական զարգացմանը զուգընթաց։ Նրանք զարմացնում են իրենց տարօրինակ պահվածքով, խնդրեմ 51-ամյա դերասան Լեոնարդո Դիկապրիոն սկսել է հայտնվել այսպես հասարակության մեջ դեմքը ծածկած տարբերակով, նա սկսել է չգիտես ինչու ամաչել եւ խոստովանում է, որ եթե ընտրություն ունենար, կնախընտրեր հնարավորինս աննկատ մնալ։ Ահա ինչ է լինում տղամարդու հետ, որը ամուսնացած չէ 51 տարեկանում։ Եվ նաև հայտնի։ Այո, եւ նաև հայտնի։ Այո, նա հաճախ է իր դեմքը թաքցնում հանրության առաջ գլխարկի եւ դիմակի օգնությամբ, որոնք ի դեպ նա սկսել է օգտագործել COVID-19 համավարակի ժամանակ եւ կարծես թե սիրահարվել է այս ատրիբուտներին, նույնիսկ Ջեֆ Բեզոսի եւ Լորեն Սանչեսի հարսանիքին, որը գիտեք աշխարհի top 1 իրադարձություններից մեկն էր վերջին շրջանի, դերասանին նկատել են հյուրանոցից դուրս գալիս սմոքինգով, սակայն գլխարկը դեմքին իջեցրած։ Պաշտոնական միջոցառումների եւ ասուլիսների ժամանակ նա հանում է դիմակը, բացահայտում իր դեմքը, բայց այլ միջոցառումների ժամանակ նախընտրում է աննկատ մնալ։ Տեսնես ինչն է պատճառը, ինչու են նեղվել։ Միջև Տիտանիկը ես չէի հասկանում, թե ինչ է նշանակում հայտնի լինել։ Այդ ամենը շոկ էր ինձ համար, խոստովանում է դերասանը։ Նա հիշում է, թե ինչպես է իր կյանքը փոխվել ֆիլմից հետո։ Ավելի քիչ էր կենտրոնանում կինոարտադրության վրա եւ ավելի շատ դերասանական կազմից դուրս բաների վրա։ Ես ստիպված էի դանդաղեցնել տեմպը եւ վերադառնալ իմ սկզբնական մտադրություններին։ Այո, կեսկատակ կես լուրջ ասում էինք, բայց իսկապես հայտնի մարդկանց համար երբեմն շատ դժվար է այս աշխարհում ապրել, հատկապես այո, երբ հայտնիությունը սահմանափակվում է, չի սահմանափակվում մեկ երկրով, այլ համաշխարհային ճանաչում ունեն այս մարդիկ եւ մենք նախանձում ենք նրանց հարստությանը, նրանց ունեցվածքին, բայց այս մարդիկ օրինակ մեզպես չեն կարող դուրս գալ եւ պարզապես զբոսնել իրենց սիրելի քաղաքով կամ տրանսպորտով։ Եվ դա աշխարհի ցանկացած կետում, որովհետեւ նրանց ճանաչվում են ամենուր։ Բայց վերջերս կարծեմ Միլուրի հանդիպեցիր, ասվում էր, որ դերասանը ընկերուհի ունի։ Այո, բարբերաբար նրա մասին հայտնվում են լուրեր, պապարացիները շքեղ զբոսանավերի վրա բռնացնում են Լեոնարդո Դիկապրիոին տարբեր կանանց եւ աղջիկների հետ, բայց այս մարդը կուզեր չունենալ այս չափ հայտնիություն։ Այս երկով ենք, հա, եզրափակում։ Չէ, չենք եզրափակում, վայելենք։ Okay, վերհիշենք այսպես հայտնիությունը, հա։ Այո, Փառք բերած երգը։ Near, far, wherever you are, I believe that the heart does go on. Once more, you open the door and you hear in my heart, and my heart will
this one time and last for a lifetime and never let go till we're gone. Այո, Տիտանիկը խորտակվեց, իսկ մեր հաղորդումը ավարտվեց։ Շատ տխուր վերջաբան, իսկ Դիկապրիոյի հայտնիությունը չի խորտակվում, շարունակում է նա մնալ ամենապահանջված եւ տոպ դերասաններից մեկը, թեև մեկ Օսկար ունի եւ նրա երկրպագուները միշտ երազում են իրենց սիրելի դերասանին տեսնել ավելի շատ Օսկարի արձանիկներով։ Ուրախ ռիթմերով ձեզ հրաժեշտ են տալիս եւ լավ օրեր մաղթում Սևակ Հակոբյանը եւ Տիգրան Հարությունյանը, մնացեք Հանրային ռադիոյի հետ, իսկ մենք ձեզ կողջունենք վաղը 9:30-ից ու կասենք բարի լույս։ Լավ օր բոլորիս, կհանդիպենք։